մենք իրար արտահայտել ենք փոխադարձ մեր դիրքորոշումները մարտի 1-ի վերաբերյալ, ընդ որում սա ոչ միայն ՀԱԿ-ի հետ, այլև այլ ուժերի հետ ենք բանակցություններ վարում, կարծում եմ, որ մինչև մյուս շաբաթվա սկիզբ մենք ունենանք դրական լուրեր։ Ես հատկապես ՀԱԿ-ի մասով եմ շեշտում, որտեղ այո, ես նաև իրենց նկատի ունեի, կարծում եմ, որ շաբաթվա սկզբում մենք ունենանք հավանաբար դրական լուրեր։ Եթե ոչ, ինչպես է։ Ոչի դեպքում այն ժամանակ կխոսենք։ Եվ պարոն Չուկասյան, քանի որ դուք եք դիվանագետների հետ հանդիպմանը ինչ օրակարգով են այդ բանակցությունները, ինչ եք ասում։ Անկասկած բոլորի համար հասկանալի է, որ թե Հայաստանի ներքին վիճակը, թե արտաքին վիճակը գնալով ավելի անկայուն է դառնում եւ բնականաբար մենք որպես պատասխանատու ուժ մեր դիրքորոշումներին ուզում ենք ծանոթացրած լինել այն բոլոր միջազգային ուժերին, որոնք ներկա են Հայաստանում, իդեմս իրենց դեսպանատների։ Այնպես որ այստեղ շատ կարևոր հանդիպումներ են, որտեղ փոխադարձ մոտեցումների ճշգրտում է գնում, թե ով ինչպես է տեսնում իրավիճակը Հայաստանում։ Մասնավորապես ես կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը բոլոր կողմերի հետ, ում հետ էլ որ մենք հանդիպում ենք, հստակ արտահայտվում է հետևյալում։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ռեժիմներ գոյություն ունեն հաջող աշխարհի տարբեր մասերում, մեր տարածաշրջանում հայկական պետականության հաջողությունը, որը ներկայացնելու է մեր 10 միլիոն ժողովրդի հավաքական ուժը, որպեսզի ինքը կարողանա իսկապես գործոն դառնա տարածաշրջանային, պարտադիր ձևով ենթադրում է ժողովրդավարական քաղաքական կառուցվածք։ Ժողովրդավարական քաղաքական կառուցվածք նշանակում է, որ Հայաստանում ներկայի համեմատ պետք է տեղի ունենա քաղաքական տրանսֆորմացիա, այսինքն այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությամբ մենք դատապարտված ենք արտագաղթի եւ ոչ թե պետականության կորստի, այլ հայրենազրկման։ Եվ այս մեր դիրքի ներկայացումը եւ հնարավոր լուծումների մասին խոսակցությունը քննարկումը տեղի է ունենում մեր հանդիպումների ժամանակ։ Իշխանափոխությունն է, չէ՞։ Իշխանափոխության նաեւ մասին, թե ինչպես է հնարավոր Հայաստանում այդ քաղաքական տրանսֆորմացիան անցնցում։